Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բհագավաթամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 5-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան սկսեց տալ ուսուցումներ Վիդուրային։ Մենք քննարկեցինք ձեզ հետ Վիդուրայի հարցերը, իսկ հիմա արդեն քննարկում ենք Մայտրեյայի պատասխանները։ Այսինքն Մայտրեյան ինքը սկսեց խոսալ նյութական աշխարհի արարչագործությունից։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք բավականին լուրջ քննարկում են, ինչպես ես երեկ ասեցի արդեն, բավականին լուրջ քննարկում են նյութական աշխարհի արարչագործության հոգեբանական պրոցեսները։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ լավ նկատում են Գերագույն Աստծո ազնվորության հոգատարությունը կենդանեակի նյութական գոյության հանդեպ։ Թեկուզ իհարկե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սենտիմենտալիստ չի եւ ինքը շատ պրագմատիկ է վերաբերվում կենդանեակների նյութական գոյությանը, բայց եւ այնուամենայնիվ միշտ պահպանում է բարյացակամ վերաբերմունքը։ Ինչու՞։ Որովհետեւ իր տեսանկյունից կենդանեակի նյութական գոյությունը դա ընդհանրապես հոգու հետ ոչ մի կապ չունեցող էքսպերիմենտ է, որը հոգին ինքը ուզում է իրականացնել, որպեսզի հասկանա, թե ինքը իրանով ընդհանրապես ինչ կարող է իրանից ներկայացնել։ Եվ այստեղ խնդիրը մի հատ է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը թույլ է տալիս, որպեսզի կենդանեակները նյութական աշխարհում ապրող ուրեմն գործադրեն ճիգեր, հասնեն ինչ-որ մի դիրքի, հետո տեսնեն, թե երբ որ իրենք ինչ-որ մի առավելություն են ստանում ուրիշ կենդանեակների հանդեպ, ապա ինչի են վերածում այդ կենդանեակների կյանքը։ Հասկանում եք, չէ՞, եւ եթե մենք օրինակ խոսում ենք մարդկային կյանքի մասին, դա ամենացայտունը երևում է արդեն իսկ ընտանեկան հարաբերությունների մեջ, հատկապես տղամարդու դիրքը, որը ինքը փաստացի գրավում է ղեկավարի դիրքը եւ իրենից է կախված, թե ընտանիքի անդամները իրենց ինչպես կզգան։ Եվ համապատասխան ուրեմն կենդանեակը ինքը հնարավորություն է ստանում հասկանալ, թե ինքը կոպիտ ասած ինչ արժեք ունի։ Այս պահին մենք արդեն հասանք այն կետին, որտեղ խոսվեց նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իր արարչի մարմնավորմամբ ուրեմն ստեղծելով նյութական աշխարհը բաշխում է նյութական աշխարհի տարբեր ոլորտները կիս աստվածների ղեկավարության տակ։ Երեք մենք ձեզ հետ քննարկեցինք ինչու հենց կիս աստվածների, այլ ոչ էգոիստների, եթե ասենք, եթե նյութական աշխարհը արարված է էգոիստների համար։ Ուրեմն մենք ձեզ հետ քննարկեցինք, որ իրականում մենք պետք է հասկանանք, որ ցանկությունների ցանկով առաքինի կենդանեակները չեն տարբերվում այն կենդանեակներից, որոնք իրենք թշնամանքի կամ կրքերի վրա են հենված, հա։ Եվ դա ուրեմն պետք է շատ կարևոր կետ է, որովհետև սովորաբար մարդիկ մտածում են, որ առաքինի անձնավորությունները իրենք պետք է ցանկություններ չունենան։ Իսկ իրականում հատկապես առաքինության այդ նախասկզբնական տիրույթում կենդանեակը ունի նույն ցանկությունները, ինչ ցանկություններ, որ ունեն բոլորը։ Ինքը ուզում է լինել գեղեցիկ, ուզում է լինել առողջ, երկարակյաց, հա, վայելել իր գոյությունը, ուզում է լինել ուժեղ, ուզում է լինել գիտուն, ուզում է լինել հարուստ, ուզում է ունենալ փառք, հա, ուզում է ունենալ անկախություն, բարգավաճություն եւ այլն, չէ՞։ Այսինքն այն ամենը, ինչ որ ուզում են նյութական աշխարհում բոլոր կենդանեակները։ Հիմա եւ տարբերությունը, ինչպես մենք դա ամեն անգամ քննարկում ենք, սա շատ կարեւոր է, որպեսզի դուք դա հիշեք, չէ՞։
Տարբերությունը կայանում է նրանում, որ առաքինի անձնավորությունները իրենք հենված են այդ բոլոր ցանկությունների մեջ, իրենք հենված են արդարության վրա, եւ դա նշանակում է, որ իրենք պատրաստ են զիջեն ինչ-որ դիրքեր, եթե իրենց դիպած կանգնած անձնավորությունը ավելի մեծ ճիգեր է գործադրել եւ Աստծո կողմից պարգևատրվել է ինչ-որ մի արժանիքով, որը հնարավորություն է տալիս իրեն, ասենք, ինչ-որ հարցերում նյութական աշխարհում լինել պաշտպանված եւ, ասենք, ապրել հանգիստ երջանիկ կյանքով։ Սա նշանակում է, որ առաքինի անձնավորությունները, տեսեք, էգոիստները, որոնց հիմնական հիմքը դա ուրեմն նախանձն է, չէ՞, այդպիսի անձնավորությունները իրենք երջանկությունը հարամող են, որովհետև իրենք չեն կարողանում տանել ուրիշ կենդանի էակի արժանինքները, չեն կարողանում տանել ուրիշ կենդանի էակի իրավունքը լինել երջանիկ։ Առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանի էակները իրենք շատ որպես մինիմալ պլատֆորմա շատ լոյալ են վերաբերվում ուրիշ կենդանի էակների արժանինքներին, այսինքն իրանք հարամող չեն, իրենք թույլ են տալիս, որպեսզի ամեն կենդանի էակ իր տեղում իր ճիգերի դիմաց ստանա այն ինչի որ ինքը արժանի է եւ հանգիստ այդ ինչ որ ինքը արժանի է դա վայելի։ Հասկանում եք, եւ սա ինքը իրականում շատ կարեւոր կետ է։ Եվ դրա համար է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ ղեկավար ուրեմն պաշտոնները, եթե կարելի այսպես ասել, տալիս է կիսաստվածներին, որովհետև երեք մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ երբ որ տիեզերքի իշխանությունը գտնվում է կիսաստվածների ձեռքում, կիսաստվածները ոչ մի կենդանի էակի չեն խանգարում ունենալ իրենց տեղը այս աշխարհում եւ վայելեն կամ ստանան այն ամենը, ինչին որ իրենք արժանի են։ Հիմա եւ լավ եւ վատ իմաստով։ Առաքինի անձնավորությունները իրենք չեն խառնվում, եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը որոշում է կայացնում որևիցե մի կենդանի էակի պատժել, այսինքն կիսաստվածները իրենք երբեք չեն ձգտում, եթե մենք այսպես էլի կոպիտ ասենք, կիսաստվածները իրանք երբեք չեն ձգտում, որպեսզի նյութական աշխարհում չլինի դժոխքը, թեկուզ եւ իրանք իրականում հենված են բարիության վրա, որովհետև առաքինության մեջ կենդանի էակը զարթնացնում է, ինչպես ես ամեն անգամ դա ասում եմ, ինքը զարթնացնում է իր հոգու 3 հիմնային որակները՝ հակումը ճշմարտության հանդեպ, հակումը արդարության հանդեպ եւ հակումը բարիության հանդեպ։ Այս 3 հակումները իրենք ընդհանրապես, եթե մենք ուշադրություն դարձնենք, ոչ մի կապ չունեն նյութական աշխարհի հետ։ Ընդհանրապես այն ամենը, ինչ որ մենք կոչում ենք առաքինություն, դա բնության օրենքներին հակառակ դրսևորումներ են, որը, ասենք, ունենում է կենդանի էակը։ Եվ այն ամենը, ինչ որ հակառակ է բնության օրենքներին, իսկ բնության օրենքը դա գոյատևության պայքարն է, չէ՞, եւ այդտեղ այդ պայքարի մեջ այդ պայքարը բավականին դաժան է, եւ ուրեմն այն ամենը, ինչ որ հակասում է այդ բնության օրենքներին, այդ ամենը ինքը գալիս է հոգուց, այսինքն դա զարթնած հոգին է, որ մտցնում է նյութական աշխարհ այնպիսի գործոններ, որոնք իրենք, ասենք այդպես էլի, իրականում բնությանը բնորոշ չեն։ Եվ սա ինքը շատ կարևոր բան էլի, շատ կարևոր կետ է, որը նկատում են արիացիները, որ ամեն դրական բան բարիությունը, արդարությունը, չգիտեմ, վեհությունը, շռայլությունը եւ այլն, այսինքն ամեն այդ
այն ինչ որ մենք համարում ենք դրական որակներ, այդ բոլոր որակները նյութական աշխարհի բնության, այդ նյութական աշխարհի օրենքների հետ ոչ մի կապ չունեն։ Որովհետև դրանք հոգու որակներն են։ Հասկանում եք, չէ՞։ Սա շատ կարևոր կետ է հասկացողության համար։ Հիմա բայց դրա հետ մեկտեղ, չէ, կիսաստվածները իրենք, այսինքն առաքինի անձնավորությունները իրենք դա այն անձնավորություններն են, որոնք գտնվում են Գերագույն Աստծո անձնավորության հետ ներդաշնակության տրամադրությունների մեջ, չէ։ Եվ իրենք համ բարի են, այսպես ասենք էլի, իրենք համ բարի են եւ ոչ մի կենդանեակի չեն հանգարում, որպեսզի ինքը իրականացնի իր ցանկությունները, չէ, բայց համ էլ երբեք դեմ չեն գնում Գերագույն Աստծո անձնավորության մտադրություններին։ Սա նշանակում է, որ իրանք ընդունում են Աստծո արդարությունը։ Դրա համար է, որ նույնիսկ ժամանակակից էզոտերիկները, որոնք շատ հաճախ, եթե խիստ խոսենք, բացարձակապես ոչ մի առաքինություն չունեն եւ սովորական արածավոր կենդանեակից իրենց բնութագրերով ոչինչով չեն տարբերվում, չէ՞, նույնիսկ իրանք խոսում են նրա մասին, որ չի կարելի ոչ մեկին խղճալ։ Եվ դա չի նշանակում, որ չի կարելի լինել բարի։ Ինչու՞։ Որովհետև երբ որ մենք խղճում ենք այն ազնվորություններին, որոնք իրենք տառապանքի մեջ են, մենք անուղղակի կերպով վիրավորանք ենք հասցնում Գերագույն Աստծո անձնավորությանը։ Ինչու՞։ Որովհետև այդ տրամադրությունը ինքը, եթե մենք թարգմանենք այդ տրամադրությունը, ապա մենք ստանում ենք այսպիսի բան, չէ, տեսակետի շարան։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչ որ մեկին տվել է վատ ճակատագիր, որտեղ ինքը տառապում է։ Երբ որ մենք խղճում ենք այդ անձնավորությանը, դա նշանակում է, որ մենք համարում ենք, որ այն տառապանքը, որ այդ անձնավորությունը կրում է, ինքը այդ տառապանքի արժանի չի։ Իսկ այդտեղից ինչ է դուրս գալիս, եթե կա Գերագույն Աստծո անձնավորությունը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդքան էլ արդար չի։ Այսինքն մենք իրան վիրավորեցինք, մտածելով, որ մենք Աստծուց ավելի բարի ենք։ Իսկ ինչպես անել, որ պահպանել բարիությունը եւ չվիրավորել Աստծուն։ Այսինքն տեսեք, դա չի նշանակում, որ ասում ենք չի կարելի խղճալ, դա չի նշանակում, որ մենք պետք է լինենք դաժան։ Երիտասարդ ժամանակ ես յոգայով էի զբաղվում, սովետական միության մեջ դա այսպես էլի բացառիկ երևույթներ էին եւ օֆիցիալ այդպես տեղեր չկար էլի, հա, եւ եկավ մի պահ, երբ որ տեղի ունեցավ մի փոքր դրվագ, որից հետո ես ընդհանրապես հրաժարվեցի այդ խումբ գնալ եւ հրաժարվեցի այդ ուսուցչից։ Ինչու՞։ Մենք պարապմունքից հետո ամբողջ խմբով իջնում էինք Բաղրամյանի փողոցով, այն ժամանակ Պուշկինի այգու կողքով, հիմա կոչվում է Սիրահարների այգին։ Եվ հենց անմիջապես կողքով անցնելուց ես այգու մեջից լսեցի փոքրիկ կատվի, ուրեմն այսպես շատ ուժեղ մլավոցը, ոնց որ ինքը օգնության կանչեր։ Եվ համաձայն իմ բնության ես այդպես մի անգամից թեքվեցի, որ գնամ, վազելով գնամ այգին, որպեսզի տեսնեմ այդ փիսիկին գտնեմ, տեսնեմ ինչու է ինքը այդպես գոռում, իմ ուսուցիչը այսպես բռնեց իմ արմունկից, ասեց է տուր։ Ես ասի չեք լսում, այնտեղ փոքր կատու է բարձր գոռում, ուզում եմ գնամ տեսնեմ ինչ է եղել, որ օգնեմ։ Ինքը ասեց չի կարելի օգնել, որովհետև այն վիճակը, որի մեջ ինքը հիմա գտնվում է, իր համար ճիշտ վիճակ է։ Ինքը հիմա իրականացնում է, որ նյութական աշխարհը դա ապրելու լավ տեղ չի։ Թող ինքը իր տառապանքի մեջ մնա։
Ինքը հենց այդ նախադասությունը ասեց, ես փաստացի կարող եմ ասել, որ այդ պահին ես դեռ խորը գիտելիք չունեի, ասենք ինչ-որ բանի, դա ուղղակի իմ բնությունն էր, որ ես հասկացա, որ այսա ես այս մարդու հետ վերջի անգամ եմ շփվում։ Ես արմունկս դուրս խլել բան արեցի իր ձեռքից եւ գնացի ֆիզիկին գտա։ Փոքրիկ ֆիզիկ էր, արդեն դա էական չի, փոքրիկ ֆիզիկ էր, որ ինքը խճճվել էր այդ բաների մեջ, կուստախ էլի, մատերերը տեղ չէր կարողանում դուրս գար, ու մայրն էլ չկար, որ ասենք կողքերը լիներ, ես իրան վերցրեցի, դրեցի ծոցս, բերեցի տուն, ինչպես միշտ էի անում, մի որոշ ժամանակ պահեցի, մեծացրեցի, երբ որ արդեն հասկանալի էր, որ ինքը կարող է ինքնուրույն լինել, մեր բնակարանն ինքը առաջի հարկում էր, ես ֆորտեչկան բաց էի թողնում, եւ ինքը ասենք թռնում գնում էր դուրս, ման էր գալիս, երբ որ ուտելիք չէր գտնում, գալիս էր տուն, մենք իրան կերակրում էինք, այդպես ինքը գնաց եկավ, հետո մի օր գնաց եւ չեկավ։ Եվ արդեն հասկացանք, որ ինքը տեղավորվեց, բան եղավ էլի, համակերպվեց դրսի կյանքի հետ եւ այդ կյանքը իրեն դուր էր, ավելի շատ էր դուր գալիս, քան տան մեջ փակված լինելը։ Հիմա ցելներս, ուզում եմ ասեմ, որ չխղճալ դա չի նշանակում չլինել բարի։ Այսինքն, երբ որ մենք մոտենում ենք կենդանիակին, մենք հենց այդպես էլ պիտի հասկանանք, որ եթե կենդանիակը ինքը գտնվում է ինչ-որ մի տառապանքի մեջ, ինքը դա հիմա կամ անցյալ կյանքերից վաստակել է այդ տառապանքը, չէ՞, կամ թույլ է տվել, որ իրեն տառապեցնեն։ Այսինքն բոլոր դեպքերում կենդանիակը ինքը տառապանքին է արժանացել։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն տեսեք, այօրինակ, երբ որ մենք նայում ենք Աստվածամերժության դարաշրջանից ի վեր պատմությունը, չէ՞, մենք տեսնում ենք, որ բոլոր ազգերը, որոնք իրենք պարտվել են որևիցե խնդիրներում, այդ պարտությունը միշտ կրել են, որովհետև ներսում չեն ունեցել ուրեմն համերաշխություն։ Ես հաճախ եմ խոսում Հիսուսի հետ կապված հրեաների մասին եւ կարող է տպավորություն ստեղծվել, որ ես ինչ-որ հակակրանք ունեմ, բայց իրականում դա այդպես չի։ Ես ուղղակի փորձում եմ լինել այն կետերում, որտեղ որ ինչ-որ թերություն կա, փորձում եմ լինել օբյեկտիվ։ Բայց Սրանից 15 տարի առաջ, երբ մեզ հրավիրեցին Մոսկվա, եւ մենք սկսեցինք դասախոսություններ կարդալ եւ շատ արագ այնտեղի ղեկավարները հասկացան, որ մենք իրենց համար, այսինքն մենք իրանք մեզ ընկալեցին որպես իրենց հեղինակության համար վտանգ, որովհետեւ մենք ասում էինք ինչ-որ բաներ, որոնք իրանք չէին ասում, եւ ստացվում էր, որ իրանք այդ ամեն ինչը չգիտեն։ Իսկ այդ պահին այդ կազմակերպությունը ինքը հրեաների ձեռքում էր, մինչև հիմա էլ այդպես է դա։ Եվ երբ որ ղեկավարը, ես զգացի, որ ղեկավարը ինքը այսպես թե հրեաների բնորոշ ձեռագրով, այսպես տակից գործողություններ է սկսել իմ դեմ։ Իսկ ես այսպես ուղակի մարդ եմ, էլի։ Ես էլ ասի չհասկացա։ Եթե ինչ-որ մի բան այնպես չի, կոպիտ ասած տղամարդկությունը չի հերիքում, ասես Արջի ջան, մի հատ արի նստենք, ինչ հարցերում, ինչ-որ մի հատ ընդհանուր բանի գանք էլի, որտեվ ես նպատակ չունեմ, որ ինձ համար ընդհանրապես հաճելի չի, որ ասենք քո հեղինակությունը քո աշակերտների առաջ ընկնի, ինչի՞ս է պետք այդպիսի տգեղուտ այլանդակ պահվածքը, չէ՞։ Կարելի է պայմանավորվել, հասկանալ իրար եւ գնալ առաջ։ Դու ինքը իհարկե շարունակեց իր մեթոդները եւ հետո կոնֆլիկտի դուրս եկան իրենք իմ դեմ։ Երբ որ ես վերադարձա Հայաստան, պրոստը թքեցի, դուրս եկա ու ասի, всё։ Իսկ իրանք փորձում էին, ասենք ինչ որ
ուժային մեթոդներով իրանք չէին ուզում ինձանից ազատվել։ Իրանք ուզում էին ուժային մեթոդներով ինձ ենթարկեցնել, դա տարբեր բաներ էին։ Ես ասի ուրեմն, ես ենթարկվողներից չեմ, ես գնացի տուն, հասկանում եք։ Եվ երբ որ ես վերադարձա Հայաստան, իրանց համար դա շատ մեծ ակնկալ բան էր, անակնկալ էր, որտեղ իրանք սպասում էին, որ ես հիմա խոնարհ պիտի գամ, խնդրեմ, աղաչեմ, որտեղ շատերն էին այդպես արել, ու իրանց մոտ դա այսպես էլի ընդունված պրոցեդուրա էր ենթարկեցնելու մարդուն, եւ երբ որ ես գնացի Մոսկվա, իրանք հենց ամենասկզբից այդպես էլ ինձ ասեցին, մեկ այսպես խփեցի ուսին, ասեց, դե լեկցիաները ձեր իհարկե հաճարեղ են, բայց ձեր թևերը մենք իհարկե կկտրենք։ Հա, այսպես անմիջապես ասեցին, բուկվալնա։ Ես թողեցի, ասեցի, այս խաղերը իմ համար չեն, ես գնացի տուն, եւ երբ որ ես վերադարձա տուն, իրանք այնքան զարմացան, որ ես թողել գնացել եմ, ու իրանցից մեկը, այս նախադասության համար այսքանը պատմեցի, իմ հետևից նամակ գրեց, որ մենք չէինք ուզում ձեզ վիրավորել, չգիտեմ, մենք ընդհանրապես նպատակ ունեինք, որ ժողով անցկացնենք, բազաբանենք, թե ասենք դուք ինչու եք այսպես ասում, մենք ինչու ենք այնպես ասում, բան որ չգիտեմ, ինչպես, բայց բարձր էլի, այդ թևերը կտրելու պրոցեդուրան էին ուզում անցկացնեին, հա, ու ինքը այդտեղ ինձ համար ամենակարևոր ֆրազան, որը հիմա ես կարևորում եմ, էլի ասեմ, ինքը ասեց, նա ով Եվ դուք պետք է հասկանաք, որ նա ով կպել է մեզանից մեկին, կպել է մեզ բոլորիս։ Եվ սա հրեաների կարգախոսն է։ Եվ դա է պատճառը, որ իրանք միշտ եւ ամենտեղ հաղթում են, որովհետեւ չկա այդպիսի ուժ, որը կստիպի հրեաներին, որ իրենք բաժանվեն, հա? Իսկ որն է իրանց կարգախոսը, բաժանիր, որ իշխես։ Եվ ցանկացած ազգ, որտեղ իրանք մտել են եւ կարողացել են բաժանել, այդ ազգը ինքը պարտություն է կրել։ Հասկանում եք, իսկ ինչու համար են կարողացել բաժանել, ինչի հիմքի վրա, այլ վերցրեք հայոց պատմությունը, կամ Ռուսաստանի, որի պատմություն ուզում եք վերցրեք, ինչի հիմքի վրա են պարտվել, որովհետև ամեն մեկը, որը կնիզիա, մոցարերեն, այս կներեք, ուզում եմ նայեմ, իշխանները, ուրեմն բոլոր իշխանները, չէ, մրցակցում էին իրար մեջ, թե ով է իրանցից ավելի կարևորը, թե ով պետք է լինի իշխաներից իշխանը, հասկանում եք, եւ դրա համար, երբ որ թշնամին ինքը մտնում է այդ հասարակության մեջ, այդ պառակտման վրա խաղալով, ինքը կարողանում է հասարակությունը թուլացնել։ Ինչու է դա տեղի ունենում։ Դա տեղի է ունենում, որովհետև հիմքը այդ կենդանիակների թշնամանքն է եւ մրցակցությունը։ Չէ՞։ Հիմա իսկ կիսաստվածները դա այն ազնվորություններն են, որոնք իրենք առաքինության գոյավիճակի մեջ են։ Եվ դա նշանակում է, որ իրենք կարողանում են համագործակցել։ Այսինքն կիսաստվածներին երբեք չի հաջողվում պառակտել։ Հասկանում եք, իրանք միշտ միասնական են, և միասնական են Աստծո շուրջ, այդ դրա հաշվին են միասնական։ Հիմա կիսաստվածները, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տալիս է իրենց այդպես կոչված պաշտոնները, հա, որ իրանք նյութական աշխարհի տարբեր երևույթների ղեկավարները պիտի դառնան, չէ՞, ուրեմն իրանք հիմա շատ կարևոր կետ է այս կետը, որ տեքստը ինքը ասեց, որ իրենք զգացին, որ իրանցով իրենք անզոր են այդ ֆունկցիաները կատարելու։ Եվ մենք երեք խոսեցինք
ուրեմն համեստության մասին։ Առաքինություն առանց համեստության և խոնարհության չի լինում։ Կենդանի էակների միջև, նյութական աշխարհում ապրող կենդանի էակների միջև խաղաղությունը հնարավոր է միայն և միայն այն դեպքում, երբ որ կենդանի էակները խոնարհ են և համեստ։ Այսինքն ամեն մեկը կարողանում է ընդունել իր տեղն ու դիրքը, և ամեն մեկը կարողանում է ուսուցումներ ընդունել կամ դասեր քաղել այն կենդանի էակներից, որոնք ավելի իմաստուն են։ Տեսեք, ցանկացած ազնվորություն, որը ինքը մտնում է Հայաստան, ծանոթանում է հայերի հետ, դա մեր մասին են, չէ՞ ասում։ Դուք զինվորներ չունեք, ձեր մոտ բոլորը գեներալ են, և դա է ձեր գլխավոր խնդիրը։ Հասկանում եք, չէ՞։ Ամեն ազնվորություն, նույնիսկ ամենալավ մտադրություններ ունեցողը, ինքը մտածում է այն դրա մասին, որ ինքը գիտի, թե ինչպես կարելի է Հայաստանը այս վիճակից հանել։ Բոլորը գեներալ են։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ հոգեբանությունը ինքը իրականում միշտ բերում է պարտությունների։ Որովհետև ազնվորությունները, որոնք իրենք մտածում են, որ ամեն մեկը իր տեղին գոռոզության հիմքի վրա մտածում է, որ մենակ ինքը, դա շատ մեկը համագործակցության պատրաստ չի։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ մենք ստանում ենք մի հատ այդպիսի դաշտ, որ ոչ իշխանավորներն են կարողանում, որ ազգը հավաքեն իրենց շուրջ, ոչ էլ բաները, оппозиция, պարզ է, ոչ էլ ընդդիմադիրները, ոչ էլ ընդդիմադիրները, հասկանում եք, և իրականում, այո, դա հենց միտումնավոր էլ արվում է, ինչու համար, որպեսզի վերջնակետում ազգը ինքը չմիավորվի, ինչու, որտեղ ազգը միավորվեց, ինքը ուժ է։ Հիմա այս մի հատ փոքր մի փսոր հողի վրա, եթե լուրջ խոսենք, կարող է պատահի, չգիտեմ, Անկարայի մի հատ փողոցում ավելի շատ մարդ է ապրում, քան թե մենք ենք այստեղ, չէ՞։ Եվ այդ դրա մեջ ինչ-որ հազարավոր քաղաքական կուսակցություններ, հազարավոր հոգևոր ճանապարհներ, միլիոն բան, որը մեզ պառակտում է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ որն է խնդիրը, որ չմիավորվի։ Ինչու համար, որ հեշտ լինի հաղթելը։ Եվ այդպես հազարամյակներ շարունակ միշտ հեշտ է եղել հաղթելը, որտեղ այդ համագործակցությունը չկա։ Իսկ ինչու համագործակցությունը չկա, որտեղ առաքինություն չկա։ Ես նորից եմ կրկնում, մենք գլուխ ենք գովում, որ մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք, այլ որպես քրիստոնեությունը առաջինը ընդունած ազգ։ Մենք կարող ենք քրիստոնեության օրինակ ծառայել աշխարհին։ Եթե չենք կարող, ուրեմն մենք գոռոզանալու ոչ մի բան չունենք։ Այդ առաջի ընդունելը եւ կներեք արատավոր կյանքով այդ ֆոնի վրա ապրելը քրիստոնեության հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Ուրեմն այսպիսի խնդիրներ կան, էլի։ Հիմա կիսաստվածները իրենք համեստ են։ Եվ իրենցից ամեն մեկը, այո, նայում է, թե ինքը ինչ պարտականություն պիտի կատարի, ինքը հասկանում է, որ առանց Աստծո հովանավորության, առանց Աստծո աջակցության, ինքը այս խնդիրը չի կարող լուծել։ Այլ ոչ էլ իդեալական իր պարտականությունները կատարի։ Պարզ է, որ ինքը ինչ-որ բնություն ունի, եթե Գերագույն Աստծո ազնվորությունը իրան վստահել է, բայց Աստված իրան վստահել է և ինքը համեստ է, դա երկու տարբեր բաներ են։ Եվ կիսաստվածները իրենք աղոթքով դիմեցին Աստծուն։ Եվ այսօրվանից մենք կլսենք, թե ինչ աղոթքներ մատուցեցին կիսաստվածները Գերագույն Աստծո ազնվորությունը Արարչի մարմնավորմանը։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամ
երրորդ երգ, 5-րդ գլուխ, տեքստ 39-ից։ Իսկ աստվածներն ասացին. ով Տեր, քո լոտոսային ոտնաթաթերը Հովանոցի նման են անձնատուր եղած հոգիների համար, պաշտպանելով նրանց նյութական գոյության բոլոր տառապանքներից։ Այդ ապաստարանի տակ բոլոր իմաստունները ազատվում են բոլոր նյութական տառապանքներից։ Հետևաբար մենք մեր հարգալից խոնարհումն ենք մատուցում քո լոտոսային ոտնաթաթերին։ Ուրեմն ինչի մասին է այս տեքստը։ Այս տեքստը ինքը տրվածության մասին է։ Հասկանում եք, չէ՞։ Տեքստը ինքը տրվածության մասին է, որտեղ իրականում հոգևոր մարդու ամենագլխավոր որակներից մեկը հենց դա է։ Տրված լինել Աստծո կամքին։ Չէ՞, տեսեք, դյուրական աշխարհում գտնվող կենդանեակների պլատֆորման դա էգոիզմն է եւ անկախության ձգտումը։ Հիմա տեսեք, երբ որ մարդը ինքը հոգևոր կյանք է ընդունում, չէ, իրականում ինքը չի կարող, չէ, ասես միանգամից վերցնի եւ տրվի Աստծո կամքին։ Դա այդքան հեշտ գործ չի։ Չէ, եթե իր բնության մեջ դրված է արդեն, որ ինքը ազատության ձգտող կենդանեակ է, ապա այդ գործընթացը ինքը այդքան էլ հեշտ իրականացվող գործընթաց չի։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ մենք պետք է հասկանանք, որ երբ որ կենդանեակը ինքը կարողանում է այդպես դիմել գերագույն Աստծո ազնվորությանը, չէ՞, եւ տեսեք, օրինակ հիմա ինչ ասեցին կիսաստվածները։ Կիսաստվածները իրանք իմաստուններ չեն, իրանք առաքինի են, շատ զարգացած են, անշուշտ ունեն շատ մեծ գիտելիք, հա, բայց իրանք իմաստուններ չեն, այսինքն իրանք հոգևորական խավին չեն պատկանում, իրենք հիմնականում կիսաստվածները դրանք, քշատրյանների, հա, իշխանավորների բնություն ունեն, չէ, որտեղ իրանք ինչ-որ բանի ղեկավար են։ Հիմա իրանք ասեցին, հա, քո լոտոսային ոտնաթաթերը Հովանոցի նման են անձնատուր եղած հոգիների համար, հա, եւ ինչ են անում, պաշտպանելով նրանց նյութական գոյության բոլոր տառապանքներից։ Ինչ են իրանք տեսնում։ Իրանք տեսնում են, որ միայն հոգևոր կյանքն է, այսինքն ապաստարանը Աստծո մոտ գտնելն է, որ կենդանեակին ազատում է տառապանքներից։ Հասկանում եք։ Իսկ ինչի հաշվին։ Այն ինչա, գերագույն, այսինքն հիմա իրանք տեսնում են, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող է պաշտպանել նյութական աշխարհի բոլոր տառապանքներից։ Չէ՞։ Ում նրանց, ով տրվել է գերագույն Աստծո ազնվորությանը։ Հիմա ինչ է նշանակում ես տրվել եմ։ Դա չի, այսինքն գերագույն Աստծո ազնվորությունը ինչն է համարում, որ այս կենդանեակը ինձ տրվել է։ Հա, տրվել դա միշտ նշանակում է ենթարկվել կամքին։ Իսկ ո՞րն է Աստծո կամքը։ Դուք գիտեք այդպիսի կրոնական գաղափարախոսություն, որը առաջի հերթին կենդանեակից բարոյականություն չի պահանջում։ Բոլոր կրոնական գաղափարախոսությունները, բացի սկանդինավներից, պահանջում են բարոյականության կանոններ։ Այո, իհարկե, այդ բարոյականության կանոնները կարող են լինել ճիշտ, այսինքն ռեալ աստվածային, եւ սխալ, այսինքն մարդու կողմից հորինված եւ որպես սուրբ կրանք գրված քրամցված։ Սա կարող է լինել, չէ՞, եւ մենք քննարկել ենք սիմպտոմը։ Եթե սուրբ գրվածքը հորինել է մարդը, դրա մեջ հնարավոր չի, որպեսզի շովինիզմի, ուրեմն ներկայությունը չլինի։ Շովինիզմը դա ինչ է, երբ որ ինչ որ մեկը ստանում է առավելություն, մնացած բոլորին նսեմացնելու։ Երբ որ այդպիսին է գաղափարախոսությունը,
Դա մարդու կողմից է հորինված։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր ամենագլխավոր հարաբերությունները կենդանիակների հետ դա է, ինչ որ այստեղ ասվեց։ Կենդանիակները Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են։ Բոլորը։ Եվ դրա համար, երբ որ ինքն է առաջադրում փիլիսոփայություն կամ գիտելիք հոգևոր կյանքի, որպես հոգևոր կյանքի հիմք, չէ, մենք այնտեղ շովինիզմ պարունակող մի հատ ստորակետ պիտի չգտնենք։ Որտեղ որ այդ ստորակետը հայտնվեց, դա միանգամից նշանակում է, այդ ասենք մնացած տեղերում նայում ենք, որ շովինիզմ չկա, մեկ էլ հոպ հայտնվեց, չէ, այդ հոպ հայտնվեցը միանգամից նշանակում է, որ ժամանակի ընթացքում մարդիկ իրանք աղավաղել են գիտելիքը։ Հասկանում եք, եւ փոփոխություններ են մտցրել այդտեղ։ Եթե դա արդեն այդ նախասկզբնական մարդն է հորինել, ինքը կոպիտ ասած գաղափարախոսության հենց առաջի ակորդներից խոսում է շովինիզմի մասին։ Ադամը ամեղ էր, Եվան սրիկա։ Всё։ Տղամարդը Աստծո ներկայացուցիչն է, կինը սատանայի։ Այդ նախասկզբնական գաղափարները իրանք արդեն այսպես լցված են շովինիզմով։ Հասկանում եք, երբ որ ճշմարտությունը կայանում է նրանում, որ կան աստվածային տղամարդիկ եւ անշուշտ կան աստվածային կանայք։ Կան սրիկա տղամարդիկ, որոնք Աստծո հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն եւ չեն կարող լինել Աստծո ներկայացուցիչ, հա, եւ կան նույնպիսի կանայք։ Այսա նշանակում է հավասարություն, հասկանալ, որ եւ այնտեղ կա եւ նա։ Հասկանում եք, եւ մենք կտեսնենք դեռ, որ արիացիները իրանք հենց այդպես էլ արիացիների գաղափարախոսությունը հենց այդպես է մոտենում այդ հարցերին, չէ՞։ Եվ դրա համար, երբ որ իրանք խոսում են, ասենք արարչագործության մասին, մյուսների մասին, միանգամից խոսում են զույգի մասին, Աստված մենակ չէր, ինքը եւ իր կինը, то есть տղամարդ եւ կին միասին կատարում են ինչ-որ ֆունկցիա։ Հավասար։ Եվ ոչ մի շովինիզմ։ Ամեն կենդանի էակ հոգևոր աշխարհում, պատկերավոր ասած, ունի իր խնձորի պատմությունը, անկախ նրանից, թե հոգևոր աշխարհում իր մարմինը տղամարդու է, թե կնոջ։ Կա այս գաղափարի մեջ շովինիզմ, չկա։ Հասկանում եք, իհարկե, հա, տղամարդը ինքը ուժեղ է։ Ինքը ցանկացած պահի կարող է բռնության դիմել եւ ստիպել, որ կանայք սսկվեն, կոպիտ ասած, ինչպես որ միշտ արել է աստվածամեժության դարաշրջանից ի վեր։ Բայց դա չի նշանակում, չէ, որ ինքը ճիշտ է։ Բռնացավ, այո, իրանին հասավ, այո, բայց չի նշանակում, որ ճիշտ է։ Կամ որ դրա մեջ արդարություն կա։ Հասկանում եք, հիմա տեսեք, կիսաստվածները իրանք այստեղ ասում են, որ նրանք ովքեր տրվում են քեզ, իրանք այդպես են տեսնում, նրանք ովքեր տրվում են քեզ, դու պաշտպանում ես տառապանքներից։ Նրանք ովքեր տրվում են, իրանք ստանում են երկու տիպի պաշտպանություն։ Առաջինը դա գիտելիքն է։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տրված հոգուն առաջի հերթին գիտելիք է տալիս։ Դրա համար, երբ որ արիացիները իրանք նկարագրում են հոգևոր կյանքի այդ հոգու մաքրագործման process-ը, 9 բաները, չէ, 9 էտապները, իրանք առաջի էտապը ասում են լսողությունը։ Ինչի լսողությունը։ Հոգևոր գիտելիքի։ Դրանից է սկսվում ամեն ինչ։ Հասկանում եք։ Այսինքն կենդանիակը ինքը ինչի մասին է լսում, ինչ է հակում հոգևոր գիտելիք։ Ինչի մասին է ինքը լսում։ Ինքը իրականում լսում է, թե ինչ է դուր գալիս Աստծուն։
չէ, եւ սկսում է իրան այդպես պահել։ Կամաց-կամաց։ Առաջի этаպում ինքը լսում է, թե ինչպիսի պահվածք է Աստված սիրում, երբ որ կենդանիակը դրսևորում է նյութական աշխարհում։ Հետո թե ինչպես է Գերագույն Աստծո անձնավորությունը, ինչի դիմաց է ինքը օգնում, որպեսզի կենդանիակը նյութական աշխարհից դուրս գա։ Հետո այլն եւ այլն, հիմա այդտեղ չխորանանք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա երբ որ կիսաստվածներն ասում են քոլոտոսային ոտքերը պաշտպանում են տառապանքից, ուրեմն առաջինը, որտեղ իրանք մենք ամեն անգամ ասում ենք, չէ՞, որ այրացիները իրենք համարում են, որ կա երկու տեսակի, իրականում երկու է, երրորդը բնությունն է, երկու տեսակի տառապանք, այդ իմինը կենդանիակները, որ իրար պատճառում են, չէ, մեկը դա կենդանիակը ինքը իրան է տառապանք պատճառում, ինչի հիմքի վրա, այդպես չի, որ ինքը ուզում է տառապի, դրա համար տառապանք է պատճառում, ինչի հիմքի վրա է ինքը տառապում, գիտության, այսինքն ինքը չգիտի, հիմա կպավ ինչ-որ մի բանին, ինքը չգիտի, երբ որ այս առարկային ինքը կպավ, այդ առարկան իրան երջանկություն է տալու, թե տառապանք։ Չէ՞։ Օրինակ ասենք, եթե մենք հենց հիմա մարդկության 80%-ը այնքան է կտրված բնությունից, չէ՞, որ մենք կորցրել ենք, չէ, կա, բայց չեն հետաքրքրվում մարդիկ, չէ՞, այդ գիտելիքով։ Եվ ասենք, տեսեք, հենց հիմա, եթե հանկարծ այս մեր քաղաքակրթությունը վերացավ, մեզանից ով գիտի անտառում ինչն է կարելի ուտել, ինչը չէ։ Չէ, տգիտությունն է, չէ, դառնում այդտեղ մահվան պատճառ, երբ որ դու կարող ես ձեռք մեկնել եւ ուտել ինչ-որ մի պտուղ, որը իրականում թույն է։ Համենայն դեպս քո օրգանիզմի համար։ Այդ ամենապարզ օրինակները էլի, որ կենդանիակը ինքը տգիտությունից է, որ ինքը իրան տառապանք է պատճառում։ Կամ ասենք, դու քո կյանք ես թողնում, չգիտեմ, աբյուզորի, բռնակալի։ Էդի ինչի հիմքի վրա դու իրան դες թողեցիր քո կյանք։ Տգիտության, չէ, որտեղ չկարողացար գնահատես։ Որ ինքը բռնության հանդեպ հակում ունեցող կենդանիակ է։ Եվ երկրորդը դա այն տառապանքն է, որը քեզ պատճառում են ուրիշ կենդանիակները։ Այսինքն իրականացնելով իրանց նախանձը։ Հիմա, երբ որ կենդանիակը ինքը տրվում է Աստծուն, այսինքն մտավ հոգևոր կյանք, ինչ է անում Գերագույն Աստծո անձնավորությունը առաջի հերթին։ Ինքը ասում է, այն նյութական աշխարհում կա հոգևոր պետություն, կա հոգևոր դաշտ։ Երբ որ դու տրվեցիր ինձ, չէ՞, դու այլևս արժանի չես, որ այդ իրար տառապանք պատճառով դաշտում ապրես, թշնամանք, թշնամության և կրքերի ենթարկված կենդանիակների շրջապատում։ Ուրեմն դու մարմինդ փոխի, գնացինք ծնվում ես հոգևոր դաշտում, որտեղ ապրում են համագործակցող կենդանիակները, որտեղ ապրում են այն կենդանիակները, որոնք կարողանում են ուրիշ կենդանիակի ձեռքբերումները հարգել։ Չէ՞, տեսեք, այդ նշանակում է, որ հիմա կիսաստվածները հենց դա են տեսնում։ Ինչու՞, որովհետև կիսաստվածները, օրինակ մարդկանց համեմատ, իրենք անհամեմատ ավելի երկար են ապրում, եւ իրենք տեսնում են, ոնց այդ նույն հոգին ինքը մահացավ, հետո ծնվեց ուրիշ մարմնի մեջ։ Չէ՞ որ դա իրականացնում է հենց ինքը, ասենք, մահվան կիսաստվածը, չէ, Յամառաջը։ Իսկ Յամառաջը, ասենք, գլխավոր կիսաստվածները իրանք բոլորը իրար հետ կոպիտ ասած ընկերություն են անում, չէ՞, եւ բոլորը իրար աշխատանքից տեղյակ են։ Այսինքն, որ ուրիշ ոչ մի բան չլինի, Յամառաջը ինքը պատմում է մնացած կիսաստվածներին, որ ես այս գործն եմ անում, հոգիներին դիմավորում եմ, այս կոպիտ մարմնից ազատում եմ իրանց, իրանք գնում են կամ դժոխք կամ դրախտ կամ միջին մոլորակներ, կախված նրանից, թե ինչ են արել, ինչ չեն արել։ Այսինքն իրանք տեղյակ են դրանից։ Եվ իրանք տեսնում են, թե ասենք կենդանիակը, եթե ինքը արդեն ինչ որ կերպ ռեալ զբաղվեց հոգևոր կյանքով, ինչպես է Գերագույն Աստծո անձնավորությունը այդպիսի կենդանիակի վերցնում եւ տանում ուրիշ տարաշրջան։ Դուրս է բերում աստվածամերության տարաշրջանից։
Հասկանում եք, եւ այդ կենթանիակը ինքը ծնվում է այնտեղ, որտեղ ինքը կարող է իր համար բարեհաջող հոգեվոր զարգացում ունենալ, իմաստություն զարգացնել, մաքրություն զարգացնել եւ այլն եւ այլն։ Զբաղվել հոգեվորի բուն իմաստով։ Այո, իհարկե, աստվածամեժության դարաշրջանը հոգեվոր կյանքի համար շատ անբարենպաստ միջավայր է, որովհետեւ այստեղ հիմնականում հիմա Տեր-Չայտանյան ինքը հայտարարել է ոսկե դարաշրջան եւ կրոնականությունը մի քիչ այդ բուն կրոնով հոգեվորով զբաղվող կենթանիակները իրենք շատացել են, չէ՞, բայց հիմնականում աստվածամեժության դարաշրջանում աստվածամեժները իրանք հանդուրժում են միայն ձևական կրոնականությունը։ Որն է ձևականը, որ տիսակատարությունները ընդունվում են, իսկ էությունը ոչ։ Ինչ է նշանակում էությունը չի ընդունվում։ Մարդը ինքը լինում է աշխարհի ամենաարատավոր մարդը եւ իրան համարում է քրիստոնյա։ Այս է ձևականությունը կրոնի մեջ։ Եվ աստվածամեժերը մեծ հաճույքով դա ընդունում են։ Բրավո, բրավիսիմո, այո, այ այս կրոնը ինքը կա, մերն է, մենք այստեղ իր համար կմեռնենք, այս կանենք, որովհետեւ ձևական է։ Հա, հենց որ խորացարայության մեջ աղանդավոր է վերջ։ Հասկանում եք։ Դե, եւ դա բան, աստվածամեժության դարաշրջանը, այո, անբարենպաստ է։ Հիմա կիս աստվածները իրանք դա են ասում, որ նրանք ովքեր քեզ տրվել են, այսինքն հենված են քո գիտելիքի վրա, դու ոնց ես բացատրում, չէ, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ամենասկզբում է գիտելիքի մեջ, կարմա յոգա, ինքը առաջի հերթին բացատրում է, ոնց պիտի գործես, որ չտարապես։ Չէ, եւ առաջի բանը, որ ինքը ասում է, մի հատ նայի քո սեփական սրտի մեջ, եւ նայից թե դու քանի կենթանիակների, որ մակարդակներում ինչ տառապանքներ ես պատճառել։ Ու պատասխանի քեզ հարցի. եթե դու այդքան բռնություն ունես քո հոգու մեջ, դու ոնց ես ինձանից պահանջում, որ քո հանդեպ ոչ մեկ բռնություն չկատարի։ Չէ՞ որ մենք սկզբնական этаպում, ես դա միշտ ասում եմ, չէ՞, Աստծուց դա ենք խնդրում, չէ՞։ Թող ես պահպանեմ իմ իրավունքը բոլորին բռնանալու, սա պիտի ֆիզիկոս դառնա, սա պիտի սրա հետ ամուսնանա, սա պիտի սրան չսիրի, նա պիտի նրան չսիրի, սա պիտի սենց անի, նա պիտի նենց անի, ես պիտի իմ ցանկությամբ բոլորին ենթարկեցնեմ իմ ճաշակներին, հա, բայց ոչ մեկ իրավունք չունի իմ ցանկությունների վրա հանկարծ ոտնձգություն անի ու բռնանա, Աստված ջան ինձի պաշտպանի։ Մենակ ես իրավունք ունեմ ասեմ, որ հարսս պիտի խեղդված ապրի, տղաս էլ պիտի իրան օրական 10 անգամ ծեծի, որ ես համոզված լինեմ, որ ինքը իրան չի սիրում, բայց եթե հանկարծ ինքը ուզում է, որ ես մեռնեմ, ինքը այլանդակ է։ Հասկանում եք, այսպիսի բաներ կա, չէ՞, մարդկային հարաբերությունների մեջ։ Եվ այետի ինքը ոչ մի կապ չունի, ոչ մի կապ չունի, իրական այն նրա մասին, ինչ որ հիմա այստեղ կիս աստվածներ իրանք տեսնում են։ Իրանք ասում են դու ապաստարան ես տալի միայն նրանց, ովքեր տրված են։ Տրված չի նշանակում, որ ես արատավոր կյանքով ապրում եմ, գալիս եմ Աստծուն ասում եմ, խնդրում եմ ինձի պաշտպանի, Աստված որպես ծառա ինձի պաշտպանում է, եւ ես գնում եմ եւ շարունակում եմ արատավոր ապրել։ Հասկանում եք։ Դա չի նշանակում։ Հաջորդ կետով իսկ աստվածներն ասեցին եւ չէ այդ ապաստարանի տակ բոլոր իմաստունները ազատվում են բոլոր նյութական տառապանքներից։ Չէ՞։ Տեսեք, այստեղ օգտագործվեց արդեն իմաստուն խոսքը։ Իմաստությունն է բերում կենթանիակին Աստծո մոտ ապաստարան գտնելու ուրեմն այդ տրամադրությանը։ Ինչու՞, իհարկե, իմաստություն է պետք, որպեսզի կենթանիակը ինքը հասկանա,
որ միայն գերագույն Աստծո անձնավորությունն է իզորու ընդհանրապես պաշտպանել կենդանի էակներին։ Մնացած բոլոր դեպքերում, ինչպես հիշում եք, Նարադան ասեց իր մոր մասին, ինքը ասեց, եւ թեկուզ ինքը պաշտպանության կարիք ուներ, համարում էր, որ իմ միակ պաշտպանն է։ Եվ դա մոլորություն էր, որովհետև իրական պաշտպանը դա գերագույն Աստծո անձնավորությունն է։ Չէ՞։ Եվ մենք բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, երբ որ ասենք, եթե անձնավորությունը իր մեջ ինչ-որ մի հատ, այսպես մաքրության մի հատ փսոր է ունեցել, եթե նույնիսկ իր ծնողները իրան հանձնել են մանկատուն, գերագույն Աստծո անձնավորությունը այնպես է հոգ տարել այդ հոգու մասին, որ ինքը օրինակ է մարել, նյութական օրինակ բերեմ, վերջնականում դարձել է ակադեմիկոս։ Սովետական միության մեջ էին շատ այդպիսի մարդիկ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, այստեղ կիսաստվածները իրենք երկու տիպի մարդկանց նշեցին, որպես նյութական տառապանքներից ազատվող։ Նրանք, ովքեր տրվում են Աստծուն, իսկ տրվել նշանակում է ենթարկվել նրա կամքին, իսկ նրա կամքը ամենապրիմիտիվ է, որ sense ուրիշ ոչ միտեղ պլինտուսից ցածր, դրանից ցածր ոչ մի գաղափար չկա կրոնականության մեջ։ Սկիզբը։ Դա ոչ թե ավարտն է, այլ սկիզբն է։ Մի արա ուրիշի հետ այն, ինչ որ չես ուզի, որ անեն քո հետ։ Սա ինչ է նշանակում, որ հոգևոր մարդը ընդհանրապես, այսինքն ամեն մի քայլ, որ ինքը կանի, ինքը մի պահ պիտի կանգնի, պատկերացնի, որ ինքը այն վիճակում է, որի մեջ որ գտնվում է այն ազնվորությունում, հանդեպ ինքը հիմա քայլ է ուզում անի, եւ մտածի, ես կուզեի, որ ինձ հետ վարվեին այնպես, ինչպես ես եմ հիմա պատրաստվում վարվեմ։ Ես մի անգամ արդեն ասել եմ, հիմա նորից կկրկնեմ։ Հոգեբանության մեջ կա մի հատ շատ արդյունավետ վարժություն, Եթե դուք ինչ-որ մեկի հետ գտնվում եք կոնֆլիկտային իրավիճակում, որտեղ ոչ մի կերպ չեք կարողանում իրար հասկանալ, եւ դա նշանակում է, որ կողմերից ամեն մեկը չի կարողանում օբյեկտիվ գնահատական տա իր պահվածքին, վեստում եք թուղթ թղթի վրա, գրում եք այն ամեն ինչը, այսպես ստոլբիկով, գրում եք այն ամեն ինչը, ինչ ձեզ դուր չի գալիս այն ազնվորության հետ, որի հետ դուք կոնֆլիկտի մեջ եք, որից դժգոհ եք։ Կողքը նկարագրում եք, թե ինչպիսի ռեակցիա եք դուք տալիս։ Գոռում եմ, ջղայնանում եմ, դուրը խփում եմ, գլխին դուրս եմ գալիս, ծեծում եմ, ինչպիսի ռեակցիա եք դուք տալիս, երբ որ ինքը անում է այն, ինչը որ ձեր դուրը չի գալիս։ Հետո ծալում եք այդ թուղթը այնպես, որ թերությունների ցուցակը մնա տակը եւ մնա միայն ձեր ռեակցիաները։ Այբ որ դուք կարդում եք այդ ռեակցիաները, դուք տեսնում եք, թե ինչպիսին է ձեզ տեսնում ձեր դիմացի մարդը։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ դուք պարզ տեսնում եք, ինչի համար ինքը ձեզ չի սիրում։ Ինչի համար է պաշտպանվում ձեզանից, ինչի չի ենթարկվում ձեզ, որովհետև դու որ կարդում եք, պարզ տեսնում եք, թե դուք այդ ազնվորության հետ ինչ վայրենի ձևով եք վարվում իրականում, շատ արդյունավետ վարժություն է, հենց այդ սկզբունքը իրականացնելու համար, որ մի արա ուրիշի հետ այնպես, ինչպես որ չես ուզի, որ արվեր քո հետ։ Հասկանում եք։ Եվ միանգամից քեզ դիր այդ մարդու տեղը։ Ոնց կուզեիր, որ քո հետ վարվեի։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ այս սրա մասին էր հիմա կիսաստվածների տեսողությունը։ Եվ մենք մի քանի անգամ է արդեն որ հանդիպում ենք, չէ, երբ որ կենդանիակը, այսինքն կայացած հոգևոր ազնվորությունը ինքը աղոթքներ է մատուցում, եւ մենք ձեզ հետ արդեն խոսել ենք դրա մասին, որ դա մեզ համար շատ մեծ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք ընկալենք
հա, որովհետեւ մենք կարողանանք ընկալենք դիմացինի մակարդակը, թե այդ կենդանեակը ինքը ինչ մակարդակի բան ունի, էլի, ինչ մակարդակ ունի ընդհանրապես հոգևոր կյանքում, չէ՞։ Եվ հիմա այն առաջին բանը, որ կիսաստվածներն ասեցին, դա էր. դու ապաստանան ես տալիս նրանց, ովքեր տրվել են քեզ, այսինքն ենթարկվում են քո կամքին, հա, եւ նրանք, ովքեր իմաստություն են զարգացնում այդ տրվածության հաշվին, իրանք ազատվում են նյութական տառապանքներից։ Իսկ աստվածները շնորհակում են. ով հայր, ով Տեր, ով Տիրոջ անձնավորություն։ Նյութական աշխարհում կենդանի էակները երբեք չեն կարող որևէ երջանկություն ձեռք բերել, քանի որ նրանք պարփակված են 3 տեսակի տառապանքներով։ Ուստի նրանք ապաստան են գտնում քոլոդոսային ոտնաթաթերի ստվերում, որոնք լի են գիտելիքով, եւ մենք նույնպես ապաստան ենք գտնում նրանց մոտ։ Հա? Ինչի մասն է այս տեքստը։ Այդ դրա մասն ինչ որ մենք հիմա խոսեցինք, բայց այստեղ շատ հետաքրքիր համադրություն կար, չէ՞, տեսեք։ Կիսաստվածները սկզբում դիմում են Արարչին եւ ասում են ով հայր։ Ինչ է նշանակում այս դիմելը։ Սա նշանակում է, որ կիսաստվածները իրենք քաջ գիտակցում են, որ Գերագույն Աստծո անձնավորության կողմից են կոպիտ ասած արարված, չէ՞ որ կիսաստվածները նույնպես նյութական մարմնի մեջ են գտնվում, չէ՞։ Մյուս կողմից, այսինքն հայր նշանակում է սերմը տվող, հիմա կյանք տվողը։ Երկրորդ հերթին հայրը դա նա է, ով հոգ է տանում, ապահովում է եւ զարգացնում։ Եվ ունենալ հայր, չէ՞, այսինքն հայրը ինքը պետք է լինի հզոր, հա, պետք է լինի հաջողակ կայացած եւ պետք է լինի իմաստուն, որպեսզի կարողանա ապահովի, պաշտպանի եւ զարգացնի, չէ՞։ Եվ ինչքան ավելի շատ է ինքը տիրապետում այդ որակներին, այդքան ինքը ավելի բարձր մակարդակ ունի ապահովելու, պաշտպանելու եւ զարգացնելու։ Հիմա սիրելիներս, եւ կիսաստվածները հիմա առաջի հերթին Արարչին դիմեցին որպես հայր, այսինքն որպես այն անձնավորություն, որի հոգատարությունը իրենց բան է, էլի, կոմֆորտի բան է, էլի, հարմարավետ, հա, չգիտեմ էլի ոնց ասեմ այդ կոմֆորտ բառը, вообще հայերեն մեկ-մեկ է, այդ բառերը այնքան ճոռոմ բառեր են, որ չես ուզում արտասանես, էլի։ Շատ հաջողված բառեր կան, բայց շատ էլ բառեր կան, որ չի տեղափոխում, էլի մեկը, հա, այ ոտ ույուտն է, էլի, այսպես որ ույուտի մեջ լինի, չէ՞, լավ հայրը ինքը իր երեխաներին ույուտի մեջ է ապահովում։ Հիմա հաջորդը ինքը մեկ էլ հակարծակի այդ հորից անցան ով Տեր։ Այսինքն նա, ում կամքին ենթարկվում է ամեն ինչ։ Շատ հետաքրքիր համադրություն էր։ Իրականում սա բան է, էլի, տրամադրությունների հակասություն է, որտեղ հայրը եւ Տերը դա շատ տարբեր բաներ են։ Թեկուզ մենք կարող ենք ասել, որ հոր ֆունկցիաների մեջ է մտնում ղեկավարելը, այսինքն այո, ինչ որտեղ Տեր լինելը, չէ՞։ Հիմա, երբ որ խոսացվում է Տեր, հա, դա արդեն նշանակում է մի անձնավորություն, որի ցանկություններին, հիմա նայեք, որովհետև ինքը հայր է, այսինքն հոգատար է, բայց Տեր է։ Հասկանում եք, ոչ թե անտարբեր արարիչ է, այլ հայր է եւ Տեր է, այսինքն ում կամքին որ պետք է ենթարկվել, բայց երբ որ դու իր կամքին ես ենթարկվում, ինքը գործում է որպես հայր, այսինքն որպես հոգ տանող, եւ սա շատ մեծ ույուտի մասին է խոսում, չէ՞։
Եվ ինչ արդեն տեքստը ինքը խոսած նրա մասին, ինչի մասին որ ես ասեցի։ Նյութական աշխարհում կենդանիակները երբեք չեն կարող որևէ երջանկություն ձեռք բերել, հա? Ինչու, որովհետև իրանք 3 տեսակի տառապանք։ Այդ կենդանիակը ինքը իրան է տառապանք պատճառում, իրան ուրիշ կենդանիակներն են տառապանք պատճառում եւ նյութական բնությունն է տառապանք պատճառում։ Չէ՞, որից ամենամեծ տառապանքը դա մահն է։ Եվ դա նյութական աշխարհն է, չէ՞, մեզ տանում դեպի մահ։ Մարմինը ինքը քանի գնում փչանում է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ իրանք ինչ ասեցին, ասին քո լոտոսային ոտնաթաթերի ստվերում, ուստի նրանք ապաստան են գտնում այդտեղ, որովհետև դու լի ես գիտելիքով։ Եվ մենք էլ ենք քո ոտքերի ոտնաթաթերի մոտ ուզում ապաստարան գտնել։ Տիրոջ լոտոսային ոտնաթաթերը իրենք իրենցով բոլոր ուխտագնացության վայրերի ապաստանն են։ Պարզ մտքով մեծ իմաստունները վեդաների թևերով տարված միշտ փնտրում են քոլոտոսի նման դեմքի բույնը։ Ուրեմն ռուսերեն ինքը հնչում է այսպես, էլի։ Գերագույն Աստծո անձնավորության լոտոսային ոտնաթաթերը իրենք իրանցով հանդիսանում են կենտրոնացված վայր ուխտագնացության համար։ Մեծ իմաստունները, որոնց միտքը պարզ է, հա, վեդաների թևերի վրա թևերով ձգտում են քո լոտոսային դեմքի բանին, գնիզդո, բնին, հա, գնիզդու твоего лотосоподобного лица։ Նրանցից ոմանք օգտվում են բոլոր հնարավորություններից, որպեսզի տրվեն քո լոտոսային ոտքերին, գտնելով այնտեղ, գտնելով բան, ապաստարան, գետերից լավագույնի մոտ Գանգեսի, որը ինքը ուրեմն մաքրում է մարդուն բոլոր տեսակի մեղքերից, հա, ազատում է բոլոր տեսակի մեղքերից։ Հիմա ինչի մասին է այստեղ խոսքը։ Ուրեմն առաջի հերթին տեքստի առաջի մասը մենք արդեն քննարկեցինք, չէ՞։ Եվ այստեղ խոսակցությունը ինքը հետաքրքիր է, որովհետև խոսացվում է նրա մասին, որ կենտրոնացումը սկսվում է Գերագույն Աստծո անձնավորության լոտոսային ոտքերից, հա, տեսնում եք հիմա կիսաստվածները ասում են ոտնաթաթերը, ընդհանրապես արեական հոգևոր կուլտուրայի մեջ կենտրոնացումը Գերագույն Աստծո անձնավորության ոտնաթաթերի վրա շատ մեծ տեղ է գրավում եւ իրանք շատ հաճախ են դիմում հենց այդ ուրեմն բանին, էլի, այդ մոբրազո, հա, շատ են քննարկում, էլի, այդ ոտնաթաթերը։ Հիմա, եւ տեսեք, չէ, հաջորդ գաղափարը, չէ, իրանք ասեցին, որ իմաստունները, նրանք ովքեր միտքը պարզ է, չէ, կենդանիակները, որոնք իրենք գտնվում են թշնամանքի եւ գրքերի ազդեցության տակ, իրանք սովորաբար անհանգիստ եւ խճճված միտք ունեն։ Խճճված միտքը դա միշտ թույլ արժեքային համակարգի սիմպտոմ է։
Հա, որովհետև ընդհանրապես միտքը ինքը պարզ է լինում, երբ որ կենդանեակը ինքը հստակ արժեքային համակարգ ունի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ իմաստունները իրանք պարզ է, որ շատ որոշակի արժեքային համակարգ ունեն, եւ այդ արժեքային համակարգի հիմքի վրա իրանց միտքը լինում է հանդարտ եւ լինում է պարզ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն հաջորդ քայլով, չէ, մենք ստանում ենք այն իրավիճակը, որ այդ պարզ մտքով իրանք վեդայական գիտելիքի, այսինքն արիացիների հոգևոր գիտելիքի հիմքի վրա հիմա ձգտում են դեպի գերագույն աստվածնավորության դեմքը։ Ոտնաթաթերը, հա, դա ծառայողական տրամադրությունն է։ Հնում կանայք ամեն երեկո լվանում էին իրենց ամուսինների եւ կեսուրի ոտքերը։ Կային տեղեր, որտեղ կեսրարինը նույնպես։ Դրանով իսկ ամեն անգամ շեշտելով, որ իրենք ենթարկվում են ամուսնու կամքին եւ սկեսրոջ կամքին, որպես գլխավոր կին ընտանիքի մեջ։ Երբ որ հայացքը բարձրանում է դեպի դեմքը, խոսքը գնում է արդեն մտերիմ հարաբերությունների մասին, որովհետև դեմքի միջոցով, հատկապես հայացքի միջոցով, ժպիտի միջոցով եւ այլն, չէ, կամ ջղայնության կենդանեակը ինքը արտահայտում է իր զգացմունքայնությունը, իր վերաբերմունքը, այսինքն դեմքը ինքը արդեն հարաբերությունների, կարելի ասել տեղն է, այդ համար ասած գնիզդո, բունը, հա, հարաբերությունների դեպի հարաբերությունների բունն են ձգտում իրանք իդեմս քո դեմքի, չէ՞։ Եվ ինչի միջոցով այդ տեղափոխությունը կոպիտ ասած ծառայողից մինչև հարաբերվողի ինչի հաշվին է տեղի ունենում գամկեսի։ Ընդհանրապես մենք ձեզ հետ կտեսնենք, որ արիական քաղաքակրթության մեջ լիքը գետեր կան, եւ մինչև հիմա դա Հնդկաստանում էլ է այդպես, լիքը գետեր կան, որոնք իրանք յուրահատուկ նշանակություն ունեն։ Եվ իրականում նրանք, ովքեր որ լոգանք են ընդունել այդ գետերում, իրենք այդ ազդեցությունը իրենց վրա զգացել են, որ այն ինչ որ ասվում է այդ գետերի մասին, ռեալ դա այդպես է։ Հասկանում եք։ Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում։ Այսպես ռեալ չեմ ճանաչում, որը կարող է կա, չգիտեմ, բայց ես չեմ ճանաչում, որը ինքը լոգանք է ընդունել կանկեսի մեջ եւ ասել է, ես ոչ մի բան էլ չզգացի, ստից գետեր։ Հա, այ մարդը ինքը կարող է մինչև այդ գետը մտնելը, ինչ նախապաշարմունք ասես ունենա։ Այդ գետը էսպես էր, այդ գետը լավը չի, չգիտեմ, էսա խաբեություն, դիակներ ամեջը, չգիտեմ, կեղտոտա, էսա ենա։ Այդ ամեն ինչը ճիշտ է։ Բայց միևնույն է, ազնվորությունը, որը լոգանք ընդունեց կանկեսի մեջ, ինքը երբ որ դուրս է գալիս, չէ, ինքը սարսափելի փոփոխություն, անմիջապես սարսափելի փոփոխություն է զգում ինքնազգացողության մեջ։ Հա, եւ արածներ իրանք ասում են դա նրա հաշվին է, որ Գանգեսը ինքը մեղքեր այրող է, այսինքն այդ մեղքերը Գանգեսը վերցնում է իր վրա։ Ամեն անգամ, երբ որ կենդանեակը ինքը մեղքերի թողություն է ստանում, ինքը թեթևության զգացում է ունեն։ Հասկանում եք, եւ դա է պատճառը, չէ, որ ասենք Հնդկաստանում, որտեղ հիմա իրականում այսպես էլի, որտեղ աղքատությունը շատ է, դա նշանակում է, որ Հնդկաստանում հիմա ծնվում են մեղավոր կենդանեակները, չէ, եւ օրինակ ասենք, այսպես շատ հոգևոր գետերից մեկը օրենքով պիտի լիներ Յամունան։ Չէ, հաջորդը դա Յամունան է իր նշանակությամբ, թեկուզ իրականում Յամունան ավելի բարձր է, քան Գանգեսը։
Բայց մենք տեսնում ենք, որ Յամունայի ափերին համարյա մարդ չկա։ Իսկ ամբողջ Հնդկաստանը ձգտում է Գանգեսին, ինչ որովհետև իրանք այդա զգում են, էլի որ Գանգեսի մեջ լոգակրթունեցին, ինչ որ բան ուրիշ ձև եղավ։ Հա, այդպես մեր մոտ Գառնիում երկու հատ գետ կա, չէ՞, պուճուրիկ, մեկը սառը ջուր է, մյուսը մի քիչ ավելի տաք։ Այդ երկուսը երբ որ միանում են, անմիջապես Գառնիի տակը ժամանակին այդտեղ քարերով բաներ սարքած, որ ջուրը հավաքվում էր, այդտեղ, եթե դու գլուխը թրջելով մտնեիք իր մեջ ու դուրս գայիք, հետո դա սատանություն, ամենտեղ սատանություն, դա քանդեցին, որ այդ ջուրը տեղ չլցվի, հասկանում եք, չէ՞։ Այ եթե այդտեղ դուք այդ փակած տեղը, որ ջուրը լիքներ, ու այդ հնարավորությունը կար գլխով մտնել ջրի մեջ, չէ՞։ Եթե դուք այդպես անեիք, այդ շատ յուրահատուկ զգացում կունենայիք, թե այդ ջրի մեջ մտնել դուրս տալը ձեզ ինչ տվեց։ Ռեալ, հասկանում եք, առանց ոչ մի ինչ-որ հորինվելու էլի։ Չէ՞։ Հիմա ուրեմն Գանգեսը ինքը ընդհանրապես արական քաղաքակրթության մեջ համարվում է այդ ազատագրում պարգևող գետ, որը ինքը կենդանեակին ազատում է մեղքերից։ Այսինքն իր մեջ լոգանք ընդունողը ահավոր թեթևության զգացում է ունենում, որտեղ երբ որ կենդանեակի մեղքերը ուրեմն բան են արվում, ներվում են, հա, կամ ասենք ինքը ազատվում է մեղքերից, առաջին բանը, որ ինքը զգում է, դա թեթևությունն է։ Հա, եւ ուրեմն իմաստունները իրանք այդ Գանգեսի մոտ ապաստարան գտնելով, այսինքն մեղքերը վառելով, հա, ոտնաթաթերից, այսինքն ծառայի դիրքից բարձանում են դեպի Աստծո հետ հարաբերությունների ոլորտը։ Սրա մասին էր այս տեքստը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կքննարկենք հաջորդ հանդիպումներին։ Ստեսություն։